Արարատ ցեմենտի հետ կապված որևէ քրեական գործ հարուցված չի։ Ջրի ապօրինի մտածում։ Այսինքն բնապահպանության նախարարության ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալները ավելին են օրենքով նախատեսված առավելագույն չափականակից, այսինքն հիմքեր կան առնվազն ենթադրելու, որ ջրօգտագործողների կողմից շահագործվում է ավելի շատ չափականակ, քան թույլատրելի է օրենքով։ Եվ այդ փաստի կապակցությամբ նկատի ունելով, որ առավել ջրառը ինքնին վնաս է հասցնում բնությանը եւ շրջակա միջավայրին ընդերքին, այդ փաստի կապակցությամբ հարուցվել են երկու քրեական գործեր, մեկը Արարատի մարզում, մյուսը Արմավիրի մարզում։ Եվ այդ քրեական գործի շրջանակներում իրականացվել են եւ իրականացվում են մի շարք քննչական գործողություններ երկու մարզերում զուգահեռաբար եւ քննչական գործողություններից կոնկրետ մասնավորեցվածը դա զննության գործողություններ, որը իրականացվում է տնտեսական կազմակերպությունների, այսինքն տնտեսական գործունեություն իրականացնող բոլոր կազմակերպությունների, ովքեր որ իրենց տնտեսական գործունեության մեջ օգտագործում են կամ իրենց տնտեսական գործունեությունը կառուցված է ջրօգտագործման մեծ ծավալներ։ Այդ թվում Արարատ ցեմենտ։ Այդ թվում Արարատ ցեմենտ։ Այսինքն բազմաթիվ կազմակերպություններ, շուրջ 100-ից 120 կազմակերպություններ, որ այս քրեական գործի երկու քրեական գործերի շրջանակում թե Արարատի մարզում եւ թե Արմավիրի մարզում առնվազն այդ տեսադաշտում են գտնվում եւ քննարկման առարկա դառնում է 3 կարևոր ուղղություն։ Ուղղություն առաջին այդ խորքային օրերի ապօրինի շահագործությունը, իսկ ապօրինի խորքային օրերի արկայությունը, երկրորդ առանց ջրօգտագործման թույլտվությունների ջրօգտագործման փաստերը եւ երրորդ ժամկետանց ջրօգտագործման պայմանագրերի արկայության պայմաններում ջրօգտագործման փաստերը։ Այս 3 ուղղություններով իրականացվում է քննություն քրեական գործերի շրջանակում եւ կրկնվեմ ոչ միայն Արարատ ցեմենտ, այլև շուրջ ավելի քան 120 կազմակերպություններ, տնտեսվարող սուբյեկտներ, կլինի դա ձկնաբուծական տնտեսություններ, կլինի դա այլ տնտեսություններ, որոնց ջրօգտագործման ծավալները ավելի խոշոր են, այս քրեական գործի շրջանակներում իրենց կապակցությամբ իրականացվել է անպատասխան քննություն, արդեն ասեցի այդ 3 սկզբունքների շրջանակում։ Ես արդեն ասեցի ինչով է պայմանավորված եւ այն հանգամանքը, որ այդ քրեական գործի շրջանակներում պետք է բոլոր տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում այդ գործունեությունը, այսինքն այդ քննչական գործողությունը կատարվի եւ չկատարվի այլ տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում պայմանավորված ինչ որ հնարավոր քաղաքական շահարկումներ, դա անընդունելի է եւ նորից եմ ասում այդ քննչական գործողությունը իրականացվել եւ իրականացվելու են։ Ես չեմ կարծում, որ առնվազն այս ներկայացնելուց հետո որևէ մեկը առնվազն հիմնավոր հանգամանքներ կամ կասկածներ կարող է ունենալ այս արդիվ, որ որևէ քաղաքական ուղղություն կա կամ որևէ խտրական մոտեցում կա։ Այ ես վստահ եմ, որ այլ պայմաններում խտրականության մասին մենք կարող ենք խոսել, եթե մենք բոլոր այլ կազմակերպություններում իրականացնենք այդ քննչական գործողությունը եւ կոնկրետ այդ Արարատ ցեմենտ կազմակերպությունում չիրականացնենք։ Ես կարծում այդ պայմաններում արդեն բոլորիդ մոտ կառաջանար այդ խտրական մոտեցման պատճառների հարցը։